դեպքերը որոնք են եղել, մի փոքր կցանկանամ դուք մանրամասնեք արդեն որպես իրավաբանորեն։ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը համաձայն որի Արցախի հանրապետության նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն այդ տեղեկությունը ճիշտ չէ։ Ճիշտ չէ այնքանով, որքանով որ իրականությունը ներկայացված չէ լրիվությամբ։ Ես բազմից օրինակներ եմ բերել, երբ որ իրականության խեղաթյուրումը արտացոլվում է նաև իրականությունը ոչ լրիվությամբ ներկայացնելով։ Դուք ներկայացնում եք, տեսեք, պատմության դասագրքում, չգիտեմ, նկատել եք թե չեք նկատել, ինչպիսի նախադասության է հաջորդում այդ նախադասությունը։ Սկսվեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր եւ Արցախը հայաթափվեց։ Այնուհետև այդ նույն պատմության դասագրքի հեղինակը, որովհետև ինքն է նշված որպես կոնկրետ այդ տեքստի հեղինակ, հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև։ Ինչպես հայաթափվեց Արցախը։ Ըստ դասագրքի տրամաբանության, աշակերտը երեխան կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան։ Արցախի հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով։ Բայց կներեք ավարտեմ։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ կարող եք գտնել գեթ մեկ արցախցի, ով որ կասի ես Արցախից դուրս եմ եկել, քանի որ նախագահը ստորագրել լուծարելու վերաբերյալ հրամանագիր։ Ասեմ ավելին, կոնկրետ ես, որպես արցախցի, այդ ամեն ինչի մասին ես հոկտեմբերի 1-ին եմ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն նախագահի այդպիսի բովանդակությամբ հրամանագրի մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած հայտարարության մասին իրազեկվել եմ դուրս գալուց հետո։ Այսինքն արցախցիները Հայաստանի Հանրապետությունում հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հրամանագիրը հատուկ նման մարդկանց համար, հատուկ չմեկնաբանեմ, ստորագրվել է նաև այն չեղարկելու վերաբերյալ հրամանագիր, չնայած կրկնում եմ ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ հրամանագիրը, ուժ չեն ունեցել դրանք հրամանագիր կամ փաստաթուղթ որպես այդպեսին չեն կարող համարվել, որովհետեւ պաշտոնական տեղեկագրում տեղ չեն գտել։ Հիմա է շատ հենց մեր պահանջի բովանդակությունը, որ ես հրապարակել եմ, մենք չենք ասում ընդհանրապես հերքեք, որ Արցախ հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր։ Մենք ասում ենք ընդհանրապես տեղեկություն ներկայացրեք ամբողջությամբ։ Նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, նշեք վերջապես, որ այն չեղարկվել է, ինչ շարժառիթով է այն կայացել, որպեսզի ապագա սերունդը դրա վերաբերյալ ունենա տեղեկատվություն։ Պարոն Ելցյան, իրենք հարց են տալիս, եթե նման հրամանագիր չի եղել, ապա ինչպես է նորից հրամանագիր ստորագրում, որով չեղարկվում է։ Շատ լավ, այդ հարցին ես կպատասխանեմ։ Ինչպես արդեն նշեցի, այդ հրամանագիրը ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ հրամանագիրը որևէ իրավական ուժ չեն ունեցել։ Սակայն մենք նկատել ենք Հայաստանի Հանրապետությունում բազմից քրեական հետապնդումներ, որոնք հարուցվել են հենց այդ հրամանագրի շրջանակներում։ Օրինակ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ի թիվս այլոց նաև այդ հրամանագրի շրջանակներում, որովհետև ասել են հրամանագրով Արցախը լուծարված է, լուծարված Արցախը չի կարող ունենալ որևէ համայնքի ղեկավար, բայց դու իրացրել ես համայնքի ղեկավարի լիազորություն։ Հենց նմանատիպ թյուրըմբռնումներից կամ իրավական անորոշությունից եւ այլ շարժառիթներով պայմանավորված կամ այլ հետևանքներից խուսափելու նպատակով կայացվել է այդպիսի հրամանագիր։ Շատ դուր եկավ 168.am-ի հարցը հնչեցված Նժդե Հովսեփյանին։ Պատրաստ եք արդյոք, եթե դուք նշում եք, Նժդե Հովսեփյանը օրինակ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ես տեղեկացված չէի մասին, որ ստորագրվել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ հրամանագիր։ Հիմա տեղեկացված ես։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ դու այդ իրականությունը ներկայացնես մեր ապագա սերնդին, մեր աշակերտների։ Ինչն է խնդիրը, որ այդ նույն հրամանագիրը կամ կրթության նախարարությունը, մենք պատասխանող չենք, մենք հանրակրթության մասին օրենքով այդ դասագրքերի պատասխանատուն դուք եք։ Ինչա մենք ավելորդ բան ենք ուզում, մենք ասում ենք ներկայացրեք այն ինչ եղել է։ Մեր պահանջը կրկնում եմ, չի վերաբերում նրան, որ հերքեք, այսպիսի բան չի եղել։ Մենք ասում ենք չի եղել։ Մենք ասում ենք ներկայացրեք այն ինչ իրականում եղել է։ Որն ազդեց, ինչու չեն այդպես ներկայացնում, ոնց որ դուք եք օրինակ։ Մեղքը այլ անձանց վրա բարթելը։ Ուրիշ որևէ այլ միտում չկա։ Արցախի անկման մեղքը, Արցախի հայաթափման մեղքը եւ իզուր չէ հենց այդ հարցը հնչեցում աշակերտներին։ Ինչու հայաթափվեց Արցախը։ Լավ, դուք իրականում որևիցե մեկը այստեղ ներկաներից կարող է ասել, որ Արցախը հայաթափվեց Արցախի նախագահի հրամանագրով։